Բարև ձեզ, եթերում մամուլի ակումբն է, այսօրվա մեր հաղորդումը նվիրված է դժբախտ պատահարների, ինքնասպանություններին, ապասպանություններին, ինչպես նաև առողջական վիճակին վերաբերող լրատվության էթիկան։ Մի քանի օր առաջ դիտորդ մարմինը, լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմինը, որը զբաղվում է քաղաքացիների բողոքներով, տարբեր լրատվամիջոցների, հրապարակումների վերաբերյալ եւ ասեմ, որ մեր հաղորդաշարը նույնպես նվիրված է այդ նույն խնդիրներին, երբ քաղաքացիների բողոքներ ենք ստանում տարբեր ձևով էթիկայի հակառակ լուսաբանվող որոշ դեպքերի իրադարձությունների մասին։ Ասեմ, որ բողոքը վերաբերում էր մի հրապարակման, որը լույս էր տեսել Առավոտ օրաթերթի ինտերնետային կայքում, եւ նյութի հեղինակը այսօր մեր բանախոսներից մեկն է, Գագիկ Շամշյանը, բողոքը ինքնասպանություն գործած անձի բարեկամներից էր եւ վերաբերում էր հիմնականում նրան, որ տրված էր նյութում ինքնասպանություն կատարած անձի անունը, որը վրդովեցրել էր իր բարեկամներին, մտերիմներին։ Սա բավականին հետաքրքիր խնդիր է, բավականին հակասական մոտեցումներ կան այդպիսի լուսաբանման վերաբերյալ եւ մենք այսօր կքննարկենք, Գագիկ Շամշյանը կփորձի պաշտպանել իր որոշումը հրապարակել այդ նյութը եւ իր հետ կբանավիճի Հերիկնաս Հարությունյանը, Երևանի մամուլի ակումբի փորձագետ։ Գագիկ Շամշյանին ինձ թվում է ներկայացման կարիքը չկար, հայտնի ֆոտոլրագրող։ Այս թեման բացել մեզ կօգնեն մեր փորձագետները։ Ներկայացնեմ Գագիկ Թադևոսյան, բժիշկ հոգեվերլուծաբան, Հայաստանի հոգեվերլուծաբանական ասոցիացիայի անդամ։ Մեսրոպ Հարությունյան, լրագրող, գրող, հրապարակախոս, Տատյանա Հովանեսյան, Երևանի պետական լեզվագիտական համալսարանի միջազգային լրագրություն գիտաուսումնական կենտրոնի ղեկավար եւ համարյա մեր հաղորդումների մշտական մասնակից Արա Ղազարյանը։ Տաղավարում են նաեւ Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանողները եւ ժուրնալիստների միության պատանի ժուրնալիստների դպրոցի սաները։ Ես հիմա կխնդրեմ, որ մեր բանախոսները ներկայացնեն խնդրի վերաբերյալ իրենց դիրքորոշումները։ Խնդրեմ Հերիկնաս։ Շնորհակալություն։ Ասում են բոլոր իշխանությունները վաղ թե ուշ բարոյալքվում են, ցավով եմ ասում, բայց ոնց որ թե 4-րդ իշխանությունն էլ է որոշել բարոյալքվել ինչ որ իմաստով, բայց դա վատ նշան է։ Մեր նոր անկախ հայրենիքի լրագրության համար, որովհետև մի քիչ ոնց որ թե շուտ ենք սկսում այդ գործընթացը։ Ինչու չի կարելի էթիկայի սահմանները անցնել, երբ որ դու լրատվություն ես տալիս, չէ՞ որ կարելի է ազատ գրել, բացախոսություն է, խոսքի ազատությունը եւ տեղեկատվություն ստանալու ազատություն է։ Պարզապես պիտի մի կանոն հիշել, ում համար է դա, մարդու համար։ Իսկ այս դեպքում, երբ որ մենք խոսում ենք այսօրվա մեր թեման, սպանություն, ինքնասպանություն, դժբախտ պատահարներ, մանավանդ բժշկական գաղտնիք, դա մարդու, անձի իրավունքի, անձի ընտանեկան եւ անձնական խնդիրներին է վերաբերում ավելի շատ, քան թե հասարակության ընդհանուր առմամբ։ Գուցե այդ խնդիրը ընդհանրապես բոլորին հետաքրքրում է, ինչպես որ մարդիկ սիրում են բամբասել, խորանալ, կամ եթե մի որևէ տեղ ավտովթար է լինում, ինչպես տեսնում ենք, բոլոր մեքենաները պարտադիր կանգնում են, ու հետո ամեն մեկը ով ինչքան շատ բան գիտեր, ուզում է ասել, որ ինքը ավելին գիտի, ես ավելի շատ գիտեմ, գիտես, ես տեսա սենց եղավ, բա հետոն էլ գիտեմ եւ այլն։ Այդ մոլուցքը առաջինը իմանալու եւ առաջինը հաղորդելու շատ վտանգավոր է, որովհետեւ ինչ որ միտեղ թույլ է տալիս, որ մարդը չկարողանա կանգնել, չկարողանա հաշվել մինչև 10-ը, չկարողանա կողմնորոշվել ում է հասցեագրված իր նյութը։ Դա հատկապես վտանգավոր է, երբ որ դա անում է պրոֆեսիոնալը։ Մարդիկ կարող են սովորական վարորդները կամ անցորդները այդպեսին իրենց թույլ տալ, բայց լրագրողական էթիկան դա սահմանափակում է եւ լավ է, որ սահմանափակում է։ Ցավոք հիմա մենք տեսնում ենք, որ այնքան շատ են խախտվում այդ իրավունքները մարդկանց, այնքան շատ են աղավաղվում, ու այնպես են գրում այդ մասին, այդ դեպքերի, պատահարների, սպանությունների, ինքնասպանությունների, կարծես հենց իրենք այնտեղ են եղել, կամ էլ ոնց որ ոստիկանական արձանագրություններ լինեն։ Ես հիմա ձեզ մի օրինակ փոքր կարդամ, որը Գագիկը չի գրել։
չեմ ուզում որ Գագիկի օրինակով կոնկրետ այդ հարցը քննարկենք, բայց ասում եմ երիտասարդ երիտասարդական մեքենան հուշահամալիրի տաղավարներից մեկի դիմաց կանգնել է, մտել է ներս, կոնյակ է դրել սեղանի, խմել է, սնիկերս է կերել, քաղցրավենիք է կերել եւ իր կյանքին վերջ է դրել ինքնասպանության համար ընտրելով ձմռան ամենացուրտ օրը։ Ոնց որ սերիալի սցենար լինի, իսկապես, թե ոնց ես իմանում, միգուցե այդ խաղտրավենիքը ինքը չի կերել, կամ այդ մի օրում ոնց այդ հետաքննություն արեցիք, մատնահետքեր վերցրիք, այնպիսի անվերապահ տոն կա, ոնց որ իսկապես այդ մարդը կողքը կանգնած էր եղել, այ մարդը թույլ չտայր, որ ինքնասպան լիներ։ Հերիքնաս կարելի է ճշտել ձեր դիրքորոշումը, դուք գտնում եք, որ ընդհանրապես չարժի սպանությունների, ինքնասպանությունների մասին գրել։ Եթե իմ կարծիքը անձնական հարցն եք, ես չեմ սիրում այդպիսի լուրեր։ Ես համարում եմ, որ դրա մասին կարելի է ծայրահեղ դեպքում գրել։ Միայն հատուկ հաղորդումների ժամանակ դա հերթապահ մաս կլինի, թե ոստիկանական տեղեկատու կլինի։ Իմիջայլոց վերջերս Սանկտ Պետերբուրգի լրագրողները հավաքվել են իրենց ասոցիացիայով եւ որոշել են, որ ընդհանրապես մանկական ինքնասպանությունների մասին լուրերը արգելել, ոչ մեկը չգրի։ Պայմանավորվեն այդպես բոլորը միասին ու երբեք չգրեն, որովհետեւ հատկապես այդ վարակիչ է դա։ Հոգեբանները երևի մենք այստեղ հոգեբան ունենք եւ կասի, ասում են որ դա վարակիչ է եւ մարդը եթե ես շատ լավատես եմ եւ ոչ մի անգամ երևի շատ հազվադեպ եմ ընկնում տենց խնդիրների մեջ, բայց որ տեսնում եմ խոսում են, ասենք ինքնասպան եղավ, ասում ես հենց մի դժբախտ օր է լինում, ասեն տխուր օր, ասում ես ամար դե վերջ տամ կյանքից պրծնեմ, ոնց որ թելադրանք լինի։ Եվ ես մարդ եմ, որը եւ գիտի, որ իր հարազատներից մեկը ինքնասպան է եղել։ Հասկանալի է ձեր տեսակետը, խնդրեմ Գագիկ։ Հակադարձեք։ Ինքնասպանություններին անդրադառնամ, երևի Հայաստանում ամենից շատ որպես ԶԼՄ ներկայացուցիչ ամենից շատ անդրադարձել եմ ես ինքնասպանություններին եւ ես նաեւ ներքին համոզմամբ նաեւ կատարում եմ մոնիտորինգ եւ ինքնասպանությունների մեծամասնությունը կատարվել են սոցիալ-տնտեսական, մարդկանց սոցիալական պայմաններից ելնելով։ Եվ մեղադրել լրագրողին, որ ինքը բարձրաձայնում է կատարված ինքնասպանությունների եւ ինքնասպանության փորձերի մասին, սովորաբար ավելի շատ մարդիկ նայում են կատարված արդեն ինքնասպանությունը, մահացածը, բայց չեն հետևում նաեւ երբ որ ինքնասպանը փրկվել է, բայց հետո երբ որ ես իրենց հետ հանդիպել եմ, բազմաթիվ նման մարդկանց հետ ես հանդիպել եմ, իրենք ասել են մենք արել ենք այդ քայլին գնացել ենք, քանի որ Փարոսի ցուցակից են մեզ անել, սոցիալական խնդիրներ են ունեցել, առողջապահական խնդիրներ են ունեցել, ուսումնական խնդիրներ են ունեցել։ Առաջին հերթին ես մեղադրում եմ պետությանը, կառույցներին, մասնավորապես սոցիալ նախարարությանը, եւ թող առաջինը լավ կլիներ փորձագետները մեղադրեն պետական կառույցներին, նոր ԶԼՄ-ներին։ Այո, ես այդ նյութը երբ որ հրապարակվեց առավոտ էլեկտրոնային լրատվամիջոցում, ինձ զանգահարեց պատասխանատուն Աննա Իսրայելյանը եւ ասեց, որ որպես խորհուրդ եւ ասեց, որ Գագիկ փորձագետ Մեսրոպ Հարությունյանը այսպիսի առաջարկ է անում, ճիշտն ասած, ինչպիսի առաջարկ, որ պետք չի գրել ինքնասպանի բոլոր տվյալները, կատարված դեպքի բոլոր տվյալները, քանի որ ինքը ինձ տվեց Մեսրոպ Հարությունյանի անունը, ել ես բացառումա դա սակարկեմ, բացառումա բանավեճի մեջ մտնեմ, ասի ես ընդունում եմ դա, բայց եկեք հասկանանք տարիներ առաջ էր։ Սյունիքի մարզում ինքնասպանություն էր տեղի ունեցել, այն ժամանակ նորից առավոտ օրաթերթում Ռուզան Մինասյանի հետ լուր տվեցին, որ Սյունիքի մարզի չեմ հիշում, այս մի գյուղում կն ինքնասպան է եղել։ Հրապարակվեց դա թերթում, առավոտը խմբագիրը զանգեց, շուտ արի խմբագրություն։ Այդ գյուղից մի ամբողջ ժողովուրդ հավաքվել է խմբագրություն, ասում եմ, կարող է լուրը սխալ է, բայց ես 100% ճշտել եմ։ Պարզվեց այդ գյուղում մի քանի հատ կկներ կան։ Եկել են բախի չգրել, որ այս ինչն է եղել։ Խիչ չես գրել, որ այս ինչն է եղել։ Հիմա եկել են մեր տուն, մենք զանգեր ենք ստանում, զանգում են, ասում են ոնց այդպես բան ա եղել, մեզ հետ խոսում են, հերվից են մոտենում, պսակ չես իմանում երկու քարի արանքում ես։ Այո, ես ընդունում եմ դա։ Բայց եկեք
լրագրողին չմեղադրենք։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ ես ինքնասպանության վայրում, մինչև ոստիկանության ժամանումը, փրկարարների ժամանումը, ինքնասպանության վայրում ես նկարել եմ նամակը, ինքնասպանի թողած նամակը, որ ընկել է դեպքեր են եղել, նամակը ընկած է եղել։ Ես այդ նամակը նկարել եմ, տետերը նկարել եմ, միջև այնտեղ գրած է ինչն է եղել դրդապատճառը, ես էլի չեմ գրել, որ պատճառը եղել է սիրած տղայի համար, պատճառը եղել է սիրած աղջկա համար, բայց արդեն 100% համոզված եմ, որ դա ինքնասպանություն է։ Եղել են դեպքեր 2 օր առ ոնց 100։ Միգուցե այդ ես համոզված եմ, գրած է։ Հա, գրած է, դուք այդ մարդու ձեռագիրը ճանաչում եք։ Ես ամեն դեպքում կարող եմ տալ, որ ինքնասպանությունը կատարվել է այսինչ հողի վրա, բայց ես չեմ գրել։ Գրել եմ կատարված է ինքնասպանությունը։ Նույնիսկ եղել են դեպքեր, որ ինձ ասում են ինքնասպանությունա կամ սպանությունա, ես արդեն այդտեղ լուրը տալիս եմ, որ կատարված է նախաքննության ընթացքում պետք է պարզվի։ Կատարված է ինքնասպանություն է թե սպանություն։ Հասարակ օրինակ, 3 Էրեբունի բժշկական կենտրոնից ես ինֆորմացիա ստացա, որ հրազենային վնասվածքով մի երիտասարդ է տեղափոխվել, մահացած վիճակում Էրեբունի բժշկական կենտրոն։ Ինձ ասեցին սպանությունա, ասեցի որտեղից է դա եղել, որտեղից է տեղափոխվել, ասեցին Արարատի մարզի Գետապ գյուղից։ Անմիջապես գնացել եմ այնտեղ ասում են, մի մասն ասում էր սպանությունա, մի մասն ասում են ինքնասպանությունա, մի մասն ասում են զենքից օգտվելու կանոնները չի կարողացել պահի, միամիտ կրակել է, մահացել է։ Ես դրա համար լրատվությունը տվեցի։ Մահացած վիճակում հայտնաբերվել, բայց որոշ լրագրողներ են սայթերին, որ այդ լուրը հայտնվեց էլեկտրոնային լրատվամիջոցների, մասնավորապես առավոտում նաև հայտնվեց Լուրեր.com եւ News.Armenia.tv-ում, մի քանի ԶԼՄ-ներից զանգեցին, կարանք տանք, որ այդ մարդուն սպանել են, ասա, ես այդպես բան չեմ տվել, ես ինչ կա դա։ Իսկ կոնկրետ այս դեպքի հետ կապված դուք հստակ գրել եք, որ ինքնասպանությունը ինչն էր ձեր համոզել, որտեվ այնտեղ հղում չկար ոստիկանության տվյալներին, դուք պաստորեն ձեր անունից եք նշել, որ դա ինքնասպանություն է, ինչն էր ձեր համոզել։ Հիմա դուք ինձանից ուզում եք աղբյուր իմանալ, ես աղբյուրը չեմ ասել։ Այսինքն դուք ունեք աղբյուր։ Հստակ աղբյուր ունեմ, որ կան նաև ինքնասպանություն էր։ Տեսնող է եղել։ Հստակ կան փակագծեր մի թեթև կարող են բացել, նախաքննական մարմինը որոշ մարկանցից արդեն ցուցմունքներ է վերցրել, այլ որոշ բաներ չեմ հայտնել։ Ամենայդեպս ինձ թվում է ճիշտ կլիներ հողում անել ամենայդեպս ոստիկանության վրա, ոչ թե ձեր անունից դա դնել։ Եվ երկրորդ հարցը, դուք որոշել եք այդ նյութի հետ տեղադրել նաև մի լուսանկար, որտեղ ատրճանակ էր եւ ձյան վրա արում։ Եթե դա փաստորեն տրվում է ինքնասպանություն գործած անձի անունի հետ, չեք համարում, որ դա լրացուցիչ տառապանքներ է առաջացնում այդ կարգի պատկերը, նկարը իր բարեկամների մտերիմների մոտ։ Դա արդեն իմ կարծիքն է, իմ խնդիրը չի, որովհետև եթե ես այդ լուրը տալիս եմ, ընթերցողը բազմաթիվ ընթերցողներ էլ կան, զանգահարում են, ասում են, գրել ես, որ այս մարդը զենքով ինքնասպան եղել։ Կա զենքը, կարակ զենքի նկարը, զենքը կա, դրա համար ես եւ զենքը, եւ օղու շիշը, եւ քացախաթթվի շիշը տեղադրում եմ միանշանակ։ Ասեմ ավելին, այո, ես ցավում եմ, որ բազմաթիվ նման դեպքեր են լինում, ինձ հաճելի չի, բայց նույն ինքնասպանության թեմայով նյութերը դրվում է էլեկտրոնային լրատվամիջոցներում, եկեք հավատացեք, այս հաղորդումը եւ այս բան ցանկալի չլինի, մեկ այլ սպանություն, ինքնասպանություն լինի, դնենք էլեկտրոնային լրատվամիջոցում։ Դուք տեսեք ժողովուրդը ավելի շատ այս հաղորդումը չի նայի, քան այն այլ ձեր նյութը։ Շատ լավ, հիմա ես խոսքը տալիս եմ մեր փորձագետներին, ով կցանկանար առաջինը հարցեր Հերիք կամ Գագիկին։ Միգուցե խնդրենք մեր հոգեվերլուծաբանին ներկայացնել ընդհանուր վիճակը, ինչպիսի արձագանք կարող է առաջացնել այդ կարգի նյութը բարեկամների մոտ եւ արդյոք իրենց տառապանքները բավարար հիմք են, որպիսի սահմանափակվի անվան ներկայացումը կամ պատկերներ, որոնք առաջացնում են լրացուցիչ հուզմունք։ Գիտեք, շատ խելոք բան ասած չեմ լինի, եթե ասեմ բավականին հարցը առնչվում է պրոֆեսիոնալիզմի հետ։ Նայած թե ինչպես է ներկայացվում, որտեղ ով պետք է կարդա, ում համար է դա, այստեղ ես չեմ ուզում շատ խորանալ, ֆոտոլոգիա գրողները ավելի լավ կիմանան կամ
պրոֆեսիոնալ լրագրողները, նաև կարևոր նշանակություն ունի կամքը ֆոտոլրագրողի կամ լրագրողի, թե ինչպես նա ինչ է ուզում։ Բոլորը իհարկե հայտնում են, որ իրենք ուզում են բաց հասարակություն լինի եւ այն process-ները, որոնք վտանգավոր են հասարակության համար, որոնք ցույց են տալիս հիվանդություն, հասարակական հիվանդություն, անպայման պետք է բացահայտվի, քննարկվի եւ բազմակողմանի հետազոտվի։ Սակայն ինչ վերաբերվում է առողջությանը, վնասվածքներին, ինքնասպանությանը, այստեղ կան նաեւ այնպիսի հարցեր, որոնք առնչվում են իրավական, ոստիկանական աշխատանքի հետ։ Օրինակ, այնպիսի վնասվածքներ, որոնք առաջացել են հանցագործության պահին, վթարի դեպքում, ծեծկռտուքի, իհարկե այստեղ հնարավոր չի թաքցնել, եթե մարդը ասի ձեր ինչ գործն է, ինձ են ծեծել, պետք չի ոչ մեկ իմանա։ Ես աշխատելով հիվանդանոցում գիտեմ, այդպիսի դեպքեր լինում են, բայց մեկ իրավունք չունենք ուղղակի բժիշկն էլ, եթե նա չհայտնի ոստիկանություն, ինքը պատասխանատվության կենթարկվի։ Նույնը կարելի է ասել նաև ինքնասպանությունների մասին, որովհետև դա վերջի վերջո կրիմինալ է, պետք է հետաքննվի։ Ուրեմն սեփական անձը վնասելը դարձյալ պետք է ուրեմն ենթարկվի հետաքննության, պարզաբանվի պատճառները, միգուցե նրան հասցրել են ինչ որ պատճառներով դրդել են։ Հետաքննության մասին ոչ մեկ կասկածներ չունի, խոսքը լրատվամիջոցներում հրապարակելու մասին է։ Իմ կարծիքով մենք պետք է չվախենանք, ուրեմն ի հայտ բերել, բացահայտել, ցուցադրել իրականությունը, ինչ է եղել, եթե խոսքը վերաբերվում է այնպիսի դեպքերի, ինչպիսին ինքնասպանություն։ Շատ լավ, հարցս Մեսրոպին, ակնհայտ է, որ հասարակության համար հետաքրքիր է եւ մարդկանց հետաքրությունը չի կարելի չբավարարել, բայց եթե հանրահայտ մարդու մասին չի խոսքը, ինչ լրացուցիչ գրավիչ հանգամանքներ են առաջանում այդպիսի հրապարակումների դեպքում, եթե տրվում է նաև անձի անունը։ Շնորհակալություն, բայց ես ուզում եի միջև հարց տալ մի հատ Հերիքնազին, բայց հարցը ինքը կարող է հետո պատասխանել, ես կպատասխանեմ ձեր հարցին։ Հերիքնազ, դու իսկապես կարծում ես, որ եթե լրատվամիջոցները չգրեն սպանությունների, ինքնասպանությունների մնացած բաների մասին, դրանք կպակասեն։ Չեն պակասի։ Շնորհակալություն, ես էդ էի ուզում լսել, այսինքն չգրելը դա կներես, բայց սովետական լրատվամիջոցների գործելակերպ էր։ Սովետական միությունում չէին կարող լինել բռնաբարություններ, չգիտեմ, սպանություններ, ինքնասպանություններ, երկրաշարժեր, ատոմակայանները չէին կարող պայթել եւ այլն, որովհետեւ այդ մասին չէր գրվում։ Կներես, բայց չգրել այդ դեպքերի մասին մենք չենք կարող։ Ես կասեմ հիմա մի նախադասություն, որ կարծում եմ շատերը կարող են ցավագին ընդունել եւ հետո ինձ մեղադրել, բայց ես ասում եմ դա նաեւ դասերի ժամանակ ոչինչ չենք կարող անել ցանկացած դժբախտ դեպք դժբախտություն է մարդկանց իրենց հարազատների այդ դժբախտ դեպքի ենթարկված մարդու նրա հարազատների եւ մյուսների համար մեզ համար ժուրնալիստներից համար դա տեղեկություն է դա ինֆորմացիա է մենք ոչինչ չենք կարող անել այդ ինֆորմացիան մենք մատուցում ենք հասարակության հիմա տարբերությունների մասին այն ինչ ասաց Բորիսը այն նույն օրը որ օրը հրապարակվել էր այդ ինքնասպանությունը կանազում կատարված ինքնասպանությունը նույն թերթում ընդամենը մեկ վերնագիր ներքև կար մի այլ ինքնասպանության մասին տեղեկատվություն ինքնասպանությունը կատարվել էր Անգլիայում հայտնի ժամանակին շատ հայտնի հիմա երկրորդ դիվիզիոնում հանդես եկող Nottingham Forest ֆուտբոլային ակումբի սեփականատերը ինքնասպանություն էր գործել անուն ազգանունը հիմա չեմ հիշի Անգլիայում նա հավանաբար հայտնի մարդ է այսինքն ամբողջությամբ տրված էր այդ մարդու անուն ազգանունը նրա պաշտոնը եւ այլն որովհետեւ նա հանրային դեմք է հասարակական դեմք է հասարակության ուշադրության կենտրոնում է այստեղ ոչինչ չես կարող անել դու եթե տալիս ես լրատվությունը չես կարող գրել հնարավոր է ամփոփեք որտեղ մենք պետք է մի փոքր ընդվիճում անենք երբ դեպքը նման դեպքը կապված է ոչ հանրային դեմքի հետ այլ սովորական քաղաքացու հետ ես համոզված եմ որ պետք է տալ միայն այնպիսի տեղեկատվություն որ շատ մարդ չիդենտիֆիկացնի այդ մարդուն սահմանը սա պիտի լինի բայց չտալ ինքնասպանության մասին կամ սպանության մասին տեղեկություն Հարգելի հեռուստադիտողներ, դուք դիտում եք Մամուլի ակումբ հաղորդումը, որը նվիրված է ժուրնալիստիկայի էթիկայի խնդիրներին եւ մեր քաղաքացիների բողոքներին լրատվամիջոցների նկատմամբ։ Մենք հիմա մի փոքր ընդմիջում կանենք լուրերի թողարկման համար, այնուհետև կվերադառնանք տաղավար։
Մենք նորից Մամուլի ակումբ հաղորդաշարի տաղավարում ենք եւ քննարկում ենք ինքնասպանությունների, սպանությունների, մարդկանց առողջական վիճակի եւ այլ տարբեր ողբերգական իրադարձությունների լուսաբանման հարցը եւ նրանց համապատասխանությունը ժուրնալիստների պրոֆեսիոնալ էթիկային։ Ես ուզում եմ մեկ հարց տալ իրավաբան Արա Ղազարյանին դրա հետ կապված։ Տեսեք, մենք շատ դեպքերում Մամուլի ակումբ հաղորդաշարի ընթացքում քննարկում ենք այնպիսի դեպքեր, որոնք կարելի է գնահատել եւ իրավունքի տեսակետից եւ պրոֆեսիոնալ էթիկայի տեսակետից։ Կոնկրետ այս հարցը ինքնասպանությունների, սպանությունների ողբերգական դեպքերի լուսաբանման։ Այստեղ կա իրավական սահմանափակում, թե սահմանափակումները հիմնականում պրոֆեսիոնալ էթիկայի դաշտում են։ Իհարկե կա, այստեղ կա անմեղության կախավարկածը, դա սահմանադրական արժեք է, նաեւ քրեադատավարական նորմ է։ Եվ անձնական կյանքի իրավունքը նույնպես սահմանադրական նորմ է եւ ամրագրված է տարբեր իրավական ոլորտներում։ Եվ կա նաեւ ազատ խոսքը, այսինքն իրավաբանորեն 3 պոստուլատներով է սա սահմանափակվում եւ սրանք անընդհատ բախվում են տվյալ գործի շրջանակներում, բայց լուծումը տալիս է ոչ թե իրավաբանությունը, այլ լուծումը տալիս է բարեխղճությունը, խիղճը, այսինքն էթիկայի նորմերը, որքան է շատ եմ նման գործեր քննում, այնքան գալիս եմ վերջը այդ հայտարարի, որ էթիկան է լուծումը տալիս։ Եվ կոնկրետ այս դեպքում ինձ թվում է պարզ է, որ իրավունքի տեսակետից որևէ դժգոհություն լրագրողի նկատմամբ չի կարող լինել։ Քրեադատավարական իմաստով ոչ, այնտեղ անմեղության կանխավարկածի խախտում չկա։ Այստեղ էթիկայի դաշտում է հարցը գտնում։ Իսկ այն պահը, որ փաստորեն վստահել է ոստիկաններին եւ նշել է այդ դեպքը որպես ինքնասպանություն, դա նույնպես պրոֆեսիոնալ վարքագծի դրսևորում է եւ որևէ կապ չունի։ Այո, այնքան է որքան որ չի խոչընդոտի գործի քննությանը, նշանակում է իրավաբանորեն որևէ խախտում այստեղ չկա։ Շատ լավ։ Տատյանա, ձեզ հարց, դուք շատ եք շփվում բնականաբար ուսանողների հետ եւ արդյոք այդ կարգի հարցերը իրենց հետաքրում են ապագա լրագրողներին։ Այո, կարծում եմ սա այն ոլորտն է դեպքերից է, երբ իրար են բախվում մարդու հիմնարար իրավունքներից երկուսը։ Լրագրողները մի կողմից կոչված են պաշտպանելու եւ ծառայելու քաղաքացիների տեղեկացված լինելու իրավունքին եւ մյուս կողմից դրվում է մարդու անձնական կյանքի իրավունքը եւ բնականաբար տվյալ դեպքում նախապատվությունը տալ կամ դեպի մարդու հիմնարար որ իրավունքի կողմը բռնել, ինձ թվում է դա, ինչպես արդեն նշեց մեր նախորդ փորձագետը, դա ավելի շատ էթիկայի եւ բարոյականության խնդիր է։ Ինձ թվում է, որ ցանկացած մասնագիտության, նաեւ մեդիա էթիկան դա նույն մարդու բարոյական, մարդկային էթիկական նորմերն են։ Այսինքն ընդհանրապես իր կյանքում ինչ նորմերով առաջնորդվում է մարդը, նույն նորմերով էլ պիտի առաջնորդվի իր մասնագիտական գործունեության մեջ։ Եվ ինձ թվում է, որ եթե այդ դեպքում ինչու են խոսում պրոֆեսիոնալ էթիկայի մասին, բժշկական էթիկայի, ժուրնալիստական էթիկայի, ինչու են տարանջատում դա համամարտկային բարոյականությունից։ Որովհետև յուրաքանչյուր մասնագետ կոչված է պաշտպանելու մարդու այս կամ այն իրավունքը կամ ծառայելու մարդու այս կամ այն իրավունքի պաշտպանությանը։ Լրագրողը տվյալ դեպքում, ինչպես արդեն նշեցի, պիտի պաշտպանի երկու իրավունքներն են տվյալ դեպքում, մի կողմից տեղեկացված լինելու իրավունքը, մյուս կողմից անձնական կյանքի իրավունքը։ Ըստ իս, եթե տվյալ խնդրի լուսաբանումը չունի հանրային կարևորություն եւ նշանակություն, երևի ավելի ճիշտ է այս դեպքում պաշտպանել մարդու անձնական կյանքի իրավունքը եւ ոչ մի դեպքում, համենայն դեպս ես ուսանողներին ասում եմ, որ երբեք մարդկային ողբերգությունը չի կարելի դարձնել սենսացիա։ Շատ լավ։ Դուք ասացիք, որ ուսանողները հետաքրում են այդ կարգի խնդիրներով եւ հիմա ուզում եմ համոզվել եւ արդյոք ձեր մոտ առաջացել է մեր քննարկման արդյունքում, ես դիմում եմ ուսանողներին եւ պատանի ժուրնալիստի դպրոցի սաներին, առաջացել են հարցեր Գայիկ Շամշյանի կամ Հերիք Նայած Հարությունյանի։ Ընտրեմ։
Սևակ Վարդումյան, Պետհամալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետի ուսանող եմ, ու այստեղ կարծիքներ հնչեցին այն մասին, որ ժուրնալիստը դեպքի մասին գրելու իրավունք չունի։ Այո, ինքս էլ համաձայն եմ, որովհետև ինքս էլ կարելի է ասել արդեն գործող լրագրող եմ, բայց մի քանի նկատառումներ եմ ուզում առանձնացնել։ Այ կարծիք հնչեց, որ ինչու չգրել դեպքի մասին, որովհետև մենք լրագրող ենք, այո, ինչու չգրել, բայց կարող ենք գրել այնպես, որ չվնասենք ուրիշներին։ Համոզված եմ, տվյալ դեպքի առումով աղջկա հարազատները կամ ցանկացած կարդալով այդ ամենի մասին պիտի նորից վերհուշ ապրեն եւ ցավի զգացում ունենալ։ Այսինքն լրագրողը պատճառ դարձավ որոշակի էթիկական նորմերի խախտման։ Ու կարծիք հնչեց նաեւ, որ ինքնասպանություն հիմնականում գործում են այն մարդիկ, որ ունենում են սոցիալական որոշ խնդիրներ։ Ուրեմն այս դեպքում ինչի մեր նյութերը չծառայեցնենք ավելի նրան, որ ոչ թե լուսաբանենք, այլ տեղեկացնենք եւ հանրությանը ասենք, որ այս բաները սխալ են, ու պատկան մարմիններին հասկացնենք, որ փոխանակ, չգիտեմ, ձեր տեղը հանգիստ նստելով ավելի լավ է սոցիալական որոշ խնդիրներ լուծեք, որ այս մարդիկ էլ այս քայլին չգնան։ Հարցս ուղղում եմ պարոն Շամշյանին, որ չեք գտնում, որ լուսաբանել այդ բառի փոխարեն ավելի լավ է տեղեկացնել հասարակությանը դեպքի մասին եւ տվյալ հոդված կլինի կամ չգիտեմ ինչ ժանր կլինի, ավելի ուղին փոխել ու պատկան մարմիններին տեղեկացնել։ Իսկական ինչու չգրել ընդհանուր սոցիալական խնդիրների մասին, բայց գրել ողբերգությունների մասին, որոնք հետևանք են սոցիալական վիճակի։ Մեր խմբագրությունում բաժանված է ոլորտը, սոցիալական թեմաները գրում է այլ մարդ, ես հիմնականում գրում եմ նման դեպքեր, բայց նաև անդրադառնամ, քանի որ եւ նրա պահանջարկը անդրադառնամ նաև մի դեպքի, որը ոստիկանությունը փորձում էր ներկայացնել սոցիալական հողի վրա կատարված հանցագործություն։ Հիմա ասեմ, այդ դեպքը ժամանակին մեծ հնչեղություն ստացավ հանրապետությունում, տարիներ առաջ էր Չարենցավանի ոստիկանությունում, ոստիկանության վարկածով ինքնասպան եղավ Խալաֆյանների հայտնի գործն է։ Երբ որ այդ դեպքը եղավ, ինձ Չարենցավանից զանգահարեցին եւ ասեցին, որ ոստիկանության շենքի մոտ շտաբ օգնության ավտոմեքենաներ են կանգնած եւ մեծ ոստիկաններ, ես ճիշտ ասած մի քանի ԶԼՄ-ների ասեցի, որ ես գնում եմ, իրենք մերժեցին, դե ասին գիշերա ուշախի գանք, բան, ես գնացի եւ այնտեղ արդեն ինֆորմացիան ստացա, որ մահացած վիճակում մի երիտասարդի բաժնից տեղափոխել են հիվանդանոց։ Ոստիկանությունն ասում էր, որ այդ երիտասարդը ինքնասպան է եղել։ Նրա հարազատներն ասում են, ոստիկանները սպանել են։ Դուք այստեղ են եւ մասնագետներ, եւ փորձագետներ, դուք որպես լրագրող, ինչպիսի լրատվություն կտայիք։ Ես այնտեղից տվեցի, որ իմ տեղեկություններով ոստիկանության Չարենցավանի բաժնից մի երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց մահացած վիճակում։ Ասում են, բաժնի մոտ հավաքվածները պատմում են, որ երիտասարդը ինքնասպան է եղել, իսկ մի մասն էլ ասում են, որ նրան սպանել են։ Թե իրականում ինչն է մահվան պատճառը, դա պետք է պարզի ոստիկանության քննությունը, թեպետ հասարակությունը առաջին վարքյաններից չի վստահում ոստիկանությանը։ Հիմա դուք ինչ եք առաջարկում, ես ինչպիսի լրատվություն պետք է տայի։ Մենք հիմա կլսենք առաջարկությունները, իսկ ես ուզում եմ հիշեցնել, որ դուք դիտում եք մամուլի ակումբ հաղորդումը, որը նվիրված է ժուրնալիստական էթիկայի խնդիրներին։ Հիշեցնեմ նաև, որ Հայաստանում գործում է լրատվամիջոցների էթիկայի դիտորդ մարմին, որը քննարկում է քաղաքացիների բողոքները կապված այդ ժուրնալիստական էթիկայի խախտման հետ եւ ներկայացնում է համապատասխան եզրակացություն։ Եվ դուք բոլորդ, եթե այդպիսի խնդիրներ են առաջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված, կարող եք դիմել դիտորդ մարմին, վազող տողով տեսնում եք տվյալները։ Խնդրեմ, ես ասեմ, որ ներկայումս աշխատում ես Խալաֆյանի գանգատի վրա եվրոպական դատան, մեկ ամսից, մարտի 7-ին պետք է ուղարկենք։ Եթե այս պահին ունենայի թեկուզ մեկ նկար, հենց այդ պահին, որ Խալաֆյանի ոստիկանից հանում են, որտեղ երևալ, որ այդ երիտասարդը իր ոչ թե շորը բարձրացրել է նոր է իրեն արվածել, ինչպես այս պնդում են, այդ մեկ նկար ավելի մեծ նշանակություն կունենար իմ համար, քան այս մեկ տարվա դատական գործընթացը։ Այսինքն երբեմն պետք է որ լրագրողը գնա ծայրահեղությունների, բայց այնքանով նորից վերադառնում ենք ձեր ասացին, այնքանով որքանով ծառայում է հանրային շահին։
Այսինքն իրերը դիտում են որպես սոցիալական երևույթ, եւ եթե պետք է նշել, հանրությանը երբեք անունը չի հետաքրում անձի, հետաքրում է երևույթը։ Եթե հանրահայտ անձ չի։ Եթե հանրահայտ անձ չի։ Չէ, եւ եթե դեպքը հանրային մեծ նշանակություն չի ստացել։ Խալաֆյանի դեպքում մեծ հանրային նշանակություն էր ստացել եւ այստեղ ինիցիալներով գրել արդեն չէր կարելի։ Կար միտում կոծկելու եւ իմաստել չուներ։ Այո, իմաստել չուներ։ Կար միտում կոծկելու այդ գործը, եւ դա էլ է սոցիալական երևույթ է, դա հանրային սուր պահանջ է, եւ այս հավասարակշռ փորձելով փոխհավասարակշռել, այստեղ ես երկրորդական տեղ կդնեի Խալաֆյանի տվյալները կամ անձնական կյանքի իրավունքը, որովհետեւ ոստիկանությունում սպանել անձի ոստիկանություն բերվելուց 3 ժամ հետո ում մարմնի վրա կան ակնհայտ ծեծի հետքեր, սա հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնում։ Եվ արժե հանուն սրա զոհել ինչ որ մեկի անձնական կյանքի իրավունքը։ Այո։ Չէ, եւ շատ ներողություն կներեք, նորից անդրադառնամ Խալաֆյանների դեպքին, ինչու ասեցի սկզբից սոցիալական, որովհետեւ ոստիկանությունը փորձում էր պնդել, որ Խալաֆյանները գտնվում են սոցիալապես անապահով վիճակում, գնացել են հանցագործության, բայց Խալաֆյանները երևի Չայանցավանի 30%-ին կպահեին եւ երկրորդ ոստիկանությունում, որ ես կարողացա ոստիկանությունից փախնող միլիցեքին բաժնի պետին եւ օպերգծով տեղականին, երբ որ իրենք ամենասկզբից պնդում են, թե մենք ռեգիոնալ վարչությունում ենք եղել, բայց իմ կադրում հստակ երևում էր, որ Տոնոյանը այդ եկա գաբարի մարմնը ոնց է փախնում ճողոտրում, այդ նկարները կարողացան, հիմա ինչ եք ասում, ես դա չհրապարակեի։ Ես պիտի ասեմ, որ ներողություն, պիտի ասեմ, որ այն ինչ պատմեց Գայքը ինչպես է լուսաբանել, դա միանգամայն տեղավորվում է ժուրնալիստական էթիկայի տարբեր աղբյուրներից ստացած տեղեկությունները ներկայացնելու եւ այլնի շրջանակներում։ Բացի դրանից, երբ մենք խոսում ենք ընդհանուր սոցիալական կամ իրավապահ մարմինների գործունեության հետ խնդիրներին, եթե ընդհանուր ենք ներկայացնում հարցը, դա քիչ ազդեցություն է թողնում հանրության վրա, երբ որ ներկայացնում է սուր դեպք, որտեղ լուրջ ողբերգական զարգացումներ կային, դա անմիջապես ազդում է եւ լրացուցիչ ուշադրություն է հրավիրում հանրության կոնկրետ խնդրի հետ կապված։ Խնդրեմ Հերիկոս։ Ես ուզում եի ճշտել, որ ես անձամբ ես չեմ սիրում այդպիսի լուրեր լսել եւ ինձ թվում է ոչ մի նորմալ հավասարակշռված ուղեղը տեղը մարդուն ոչ մեկին էլ չի սիրում արյուն ու սպանություն ու այդպիսի լուրեր։ Որպես լավատես մարդ եմ ասում, բայց իհարկե լրագրողը իրավունք ունի ամեն ինչի մասին գրել։ Որտեղ տարբեր մարդիկ կան։ Այո, տարբեր մարդիկ կան։ Այնպիսի մարդիկ կան, որ սիրում են այդպիսի ֆիլմեր նայել, որտեղ սուր զգացողություններ, ու ես այնպիսի մարդիկ գիտեմ, որ նայում ես ոնց որ թե պիտի տեն դրանով չհետաքրքրի, բայց հետաքրքրվում է, այնպես որ դուք շատ փնտրված եւ շատ հայտնի լրագրող եք։ Ես ուզում եմ ուղղակի, որ բոլոր լրագրողները հասկանան, որ ամեն ինչի մասին էլ կարելի է գրել, բայց կարելի է գրել էթիկայի սահմաններում, ու դրանից հոդվածը չի տուժի։ Այսինքն երեխայի սպանության կամ ինչու չի կարելի երեխայի սպանության մասին գրել նկարը ցույց տալով, կամ ինչու անչափահաս հանցագործին չի կարելի ցույց տալ դեմքը, կամ այս բոլորը պատճառաբանություններ են, որոնք Եվ դրանք ակնհայտ ժուրնալիստական էթիկայի նորմեր են։ Էթիկայի խախտումներ են։ Դրա համար չի կարելի խախտել, իհարկե, իմ ասածը, որ ինչու են գրում, ինչու չեն գրում այնպես, ինչպես պետք է, դա է հարցը։ Գրեք ամեն ինչի մասին, բայց հենց կոնկրետ սոցիալական թեմաներով, չէ՞, կամ բժշկական էթիկայի սահմանների, էթիկայի պահպանման վերաբերյալ։ Գրում են 10 տարեկան աղջկա մասին, որ ինքը սոցիալապես վատ վիճակում է եւ այլն, ընտանիքը եւ այլն, մայրերը որպես կանոն այդպիսի ընտանիքներում սիրում են պատմել ճոխացնել հիվանդությունների մասին, ու ինչպես լսում են լրագրողը մորից իր 10 տարեկան երեխայի հիվանդության մասին, ինչ սիմպտոմներ կան, ինչ է լինում եւ այլն, նույն ձևով գրում են, շարադրում են թերթում։ Անուն ազգանունով, հասցեով ու այնպիսի հիվանդությունների անուններ են նշում, որ ծնողը իրականում բժիշկ քոչի ծնողը, ասենք ասում է, գիտես նենց հիվանդ է, որ հետո երեխա չի ունենա, չգիտեմ ինձ բան, ասում են բժիշկները, ու տենց թերթում ես կարդացել եմ։ Բռնաբարված տատիկի դեպքը, անուն ազգանունով, չգիտեմ ինչով, կամ չգիտեմ դպրոցներում կատարած բռնության մասին դեպքերը անուն ազգանունով, ու նույնիսկ ես վերջերս հիշեցի, որ մի հրապարակում կար, ուրեմն էլի տենց բռնության ենթարկված մեկի մասն էր, ուրեմն աչքերը փակած էր երեխայի, տակ անուն ազգանուն էր գրած, մոռացել էին էլ այդ անուն ազգանունը հանել, ինչ կարևոր է անուն ազգանունը, գյուղում մի հատ ձեր ասած կը, մի 10 հատ կարող է լինել։ Դուք նշում եք դա, բայց բազմահազարանոց ընթերցողներ էլ պահանջում են, որ անունները լրիվ գրեք, մանրամասն գրեք։
անկեղծ եմ ասում։ Լրագրողական էթիկան չի ստորագրում։ Ես ուզում եմ դուք իսկ ինչ վերաբերում է այդ սարսափ ֆիլմերին բան, ինձ թվում է այդ հարցով պետք է զբաղվի, այսպես ասած, ճակերտավոր իրեն պրոֆեսիոնալ համարվող ամալյանական հանձնաժողովը։ Խնդրեմ, պարոն Տատևոսյան, դուք ուզում եք բան ասեիք։ Պարոն Շամշյանը կոնկրետ հարց տվեց, ներկայացրեց դեպքը եւ ասեց դուք լինեիք ինչ կգրեիք, այստեղ իհարկե ես պրոֆեսիոնալ ժուրնալիստ չեմ, բայց այսպես ինչպեսի խորհուրդ կտայիք ժուրնալիստին։ Խորհուրդ չէ, ես ուղղակի քննարկման։ Ինքը որ ներկայացեց վերջում ասեց, որ թերթում գրել է, որ ոստիկանության բաժնում եղել է այսպիսի դեպք եւ դիակը կամ հիվանդին տեղափոխվել է եւ վերջում ինչ գրվում է, որ մի մասը ասում են, որ մահացել է, մի մասը ասում են, որ չի մահացել, հետո ինքնասպանություն է։ Այդ մասը պետք էր արդյոք բավական չէր գրվել, որ եղել է այսպիսի դեպք, եթե հայտնի չէ, ուղղակի ասելու է հայտնի չի, նա երբ է մահացել։ Տեղում թե մնացած բաները թողել հետագայում բարձաբանելուց հետո միգուցե դուք ճիշտ եք, բան չունեմ ասելու, բայց այդ րոպեին, այդ խոսակցությունը, ասենք թե ավելորդ, աժոտաժի, մարդիկ որ սպասում են այդպիսի բաները, որ ասենք թե տեսեք նորից ոստիկանությունը նորից փնովեն, նորից ցածրացնեն։ Դեպքը, քանի որ կատարվել էր ոստիկանությունում, եւ ես չէի կասկածում, որ նույնիսկ դուք չեք կասկածում։ Ես չէի կասկածում, որ դա մեծ հնչեղություն կստանար, նույնիսկ այն ԶԼՄ-ները, ում որ ես զանգահարեցի, ասեցի, ես գնում եմ, այսպեսի դեպք է եղել։ Եկեք, խփում էին գլխներին, ասում են, խի մենք քո հետ չեկանք։ Եղել են նաև դեպքեր, մենակ անցյալ տարի, չէ, հարցը դրա մասին չէր։ Դուք ինչով եք համոզված, որ սպանվել էր ոստիկանություն եւ մահացած էին տեղափոխել։ Միգուցե տեղափոխել էին հիվանդանոցում էր մահացել կամ ճանապարհին։ Հիվանդանոցում եմ դա ճշտել։ Դա հիվանդանոցում եմ գնացել, հիվանդանոցում քրեական մայցանք կա, դեպքերի մայցանք կա։ Այնտեղ գրված էր, որ մահացած վիճակում արդեն տեղափոխվել է։ Դա ոստիկանության գործը չի։ Դա իմ խնդիրը չի։ Ես լրագրող եմ, ես կարող եմ ոստիկանության աղբյուրներից էլ օգտվեմ, չասելով ումից եմ տեղեկությունը ստացել, ինչպես որ ոստիկաններն ունեն նաև իրենց գործակալական ցանցը, երբևիցե չեն ասում, թե որտեղից են ստացել, որ Պողոսը բերեց հաշիշ, Պետրոսը բերեց կոկային։ Այնպես որ ես ունեմ իմ աղբյուրները, ինչպես որ եւ ուրախ կլինեմ, որ ցանկացած լրագրող բոլոր տեղերում ունենա իրեն աղբյուրները։ Ես նաև ասեմ, միայն անցյալ տարի 267 ինքնասպանության փորձեր է կանխվել ոստիկանության, 103 ծառայության եւ փրկարար ծառայության աշխատակիցների կողմից։ Իսկ ինչու չլուսաբանենք դա, որ Կիևյան կամուրջից քաղաքացին իրեն ուզում էր գցեր, փրկարարները 3 ժամից ավել տանջվելով այդ քաղաքացուն հետ բերեցին։ Ինչ էիք առաջարկում, չգրենք դա։ Չլուսաբանենք դա, շատ պատճառներ չլուսաբանենք դա։ Եթե դուք ներկայացնում եք փաստը, որ այսպիսի բան է եղել, դա իհարկե տեղավորվում է պրոֆեսիոնալ աշխատաձևի մեջ, բայց մեկնաբանել թե ով է մեղավոր, ինչպես է եղել, հերթականությունը դեպքերի բանը շուտ չի այդ միանգամից բոլորը ներկայացնել այդ։ Չեմ բոլորը չէի ներկայացել, դրանից հետո բազմաթիվ նյութեր ներկայացեցի, դա բոլորը չէի ներկայացել։ Հասարակ մի բան, եթե ես այդտեղից լուրը այդպես ձեր ասած ձևով տայ, վաղը մահացածի հարազատները գալու են խմբագրություն, ասեն դու ծախված լրագրող ես։ Մենք քեզ այնտեղ ասեցինք, որ իրան ծեծելով տարան, խոշտանգված ծեծելով տարան։ Դու ծախված ես, դու խի չգրեցի, որ բաժնի պետն ու տեղակալը փախելով, վազելով փախան։ Չէ, այդ ինչ վերաբերում է կոնկրետ այդ դեպքի, ես պիտի չհամաձայնեմ ձեզ հետ, այդտեղ գործել է միանգամայն պրոֆեսիոնալ ներկայացնելով եւ այս տեսակետը եւ այն տեսակետը։ Մենք ժուրնալիստիկայում ունենք այդ սկզբունքը ներկայացնել հնարավոր բոլոր տեսակետները խնդրի վերաբերյալ։ Իսկ եթե փաստ է, որի ականատեսը մենք չենք եղել, ապա մի քանի ականատեսների կամ մի քանի վկաների տեսածով ներկայացնենք, որպեսզի հավասարակշռությունը պահենք։ Ինքը լրագրողը ոչ մի չտալով որևէ մեկին, ինքը սեփական եզրակացություններ չի արել, ինքը ասել է, հարազատներն ասում են այսպես, ոստիկաններն ասում են այսպես, մնացած եզրակացությունը թողանեն հետագա։ Մենք ինչքան հասկանում ենք, բազմաթիվ հարցեր ունենք պատանիներից, խնդրեմ, ձախից աջ ենք սկսում դուք։ Եղազարյան Մարիամ,
Ուզում եմ ասել, որ ես սկսնակ լրագրող եմ ու լրագրող դառնալու համար բնականաբար դեռ շատ երկար ճանապարհ ունեմ անցնելու ու այդ ճանապարհին ինձ համար օրինակ են հանդիսանալու բոլոր ներկայիս լրագրողները, այն մարդիկ, ովքեր աշխատում են մեդիա աշխարհում։ Ու ուզում եմ հարց ուղղել բոլոր լրագրողներին, հատկապես նրանց, ովքեր աշխատում են տվյալ դաշտում։ Ինչ պիտի սովորեմ ես այն լրագրողից, ով աշխատում է էմոցիայի դաշտի վրա, ով ինչ որ փաստերը խեղաթյուրում է, նորմալ փաստ չի ներկայացնում, նկարը դնում է, աչքերը փակում է, բայց ազգանուն է ներկայացնում, մի խոսքով խաղալով էմոցիայի դաշտի վրա խախտում է բոլոր էթիկայի կանոնները, ինչ պետք է ես սովորեմ իրենից։ Ցանկացած Քեզ ոչ իման սովորեն, նայից մի սովորի, սովորի լավերից։ Ու մեր լրագրողները ներկայից խոսում են, որ օй մեր դաշտը այսպիսին է, ինչ օրի են մեր լրագրողները։ Ցանկացած լրագրող որևէ նյութ գրելուց առաջ, ու ես նույնը կանեմ, երբ որ ես արդեն լրագրող դառնամ։ Թող իրեն հարց տա, ինչ եմ ես մատուցում հասարակությանը ու ինչ եմ մատուցում այն սերնդին, որ պատրաստվում է դառնալ լրագրող։ Ով կցանկանար լրագրողներին այդ հարցին պատասխանել։ Ես արդեն ասացի։ Խնդրեմ։ Եթե դուք ձեր ելույթով առաջնորդեք, խորհուրդ կտայի դուք լրագրող չդառնաք։ Իսկ ինչ վերաբերում լրագրող, ինչու նաև ասակ։ Իր հարցին ինքը եւ հարցով պատասխանեց, ես կարիք չունեմ պատասխանել, ես այդ խորհուրդը կտայի։ Իսկ ինչ վերաբերում է լրագրողը, ես գոնե վերջին 2-3 տարիներին ես հիմա չեմ ուզում անուններ տամ, թեպետ կարող եմ տալ, խնդիր չկա, նույն Արամ Աբրամյանի 3 տարի առաջ ինձ դեռ Մեսրոպ Հարությունյանը չէր ճանաչում, ես էլ Մեսրոպ Հարությունյանին չէի ճանաչում, բայց Մեսրոպ Հարությունյանը հետևելով տեղի նյութերին խորհուրդներ տվեց, կարծում եմ դուք էլ կարող եք խորհուրդներ տալ եւ ես ընդունում եմ խորհուրդները, որովհետեւ անսխալական մարդ չկա, ես ինձ պրոֆեսիոնալ չեմ համարում, պարզապես պրոֆեսիոնալ եմ համարում միայն նման դեպքերում ճիշտ ժամանակին գտնվել ճիշտ տեղում։ Եվ ունենալ աղբյուրներ։ Եվ լրագրողը գոնե ես առաջնորդվում եմ վերջին 3 տարիներում ավելի լավ է լրատվությունը տամ 1 ժամ ուշացումով, բայց հավաստի, որպես մի ամբողջ հերքումների շարան չգա, քան էմոցիայի տակ տամ ու մի ամբողջ հերքումներ գա։ Հասկանալի է, մենք շատ հարցեր ունենք, խնդրեմ։ Կարապետյան Մարիամ, հարցս ուզում եմ ուղղեմ պարոն Շամշյանին, եթե դուք ներկայացնում եք դեպքը, ապա ինչ կարիք ունի ըստ ձեզ ներկայացնելու անհատի անունը։ Դեպք ասելով դուք ինչ նկատի ունեք։ Ինքնասպանությունը։ Ինքնասպանություն վերջերս էլ անցած տարի էր Կոտայքի վարչական շրջանում տեղի ունեց մեքենայի մեջ հայտնաբերվել էր Արայի սեփականատիրոջ դիակը հրազենային վնասվածքներով։ Լինելով դեպքի վայրում բնականաբար լուսանկարներն արեցի, զենքը նկարեցի, մեքենան նկարեցի, տեղանքը նկարեցի, ոստիկանությունը ինձ համոզում էր, որպեսզի այդ նկարները չհրապարակվի, բայց քանի որ Արայի սեփականատիրոջ մասն էր խոսքը, միանշանակ ասեցի նկարները պետք է տեղադրվի, քանի որ ահագին զանգեր ես ստացա այդ օրերին, հենց նույն օրը դեպքի օրը ահագին զանգեր ստացա, որովհետև տվել է, որ այս առաջին լուրը տվել են, որ Կոտայքի մարզի այսինչ գյուղի այսինչ հատվածում հայտնաբերվել է ջիպ մագնիշի այսինչ համարանիշի ավտոմեքենա, որի մեջ կա տղամարդու դիակ, հրազենային վնասվածքով, չեմ տվել էլ ինքնասպանություն, չեմ տվել էլ սպանություն, զանգեր եմ ստանում, Գագո լրատվությունը աղքատա լուրը նույնիսկ մարդիկ կային զանգում էին ասում են Գագո ջան, այդ լուրը ոնց որ բռնաբարված լինի, ամբողջական չի լուրը։ Ստիպված զանգարում են ոստիկանությունն ասում է ինքնասպանությունն է, արդեն պաշտոնապես, երբ որ ոստիկանությունը արդեն հաղորդեց պաշտոնապես, ես չսպասեցի, որ իրենք արդեն հեռուստատեսությամբ հայտարարեն այլ էլեկտրոնային իրենց պոլիսեում տեղադրել են, տեղադրեցի լուսանկարները եւ տվեցի նաեւ տվյալը Արայի սեփականատիրոջ անուն ազգանունը։ Ինչի համար տվեցի դա։ Տես դուք ինձ մեղադրում եք, թե ինչի համար եմ ես տալիս։ Պարտադիր ուզում է իմ նկատմամբ քրեական գործել հարուցեն, սա այն դեպքն էր, որ ես միանշանակ կտայի, որովհետեւ մեր ժողովուրդը արդեն խոսակցություններ է գնում։ Ըհը Արային ուզում են ձեռս խլեն, երևի գլուխը կերան սպանեցին։ Իսկ եթե հանրությանը հայտնի չէ անձը։ Եթե հանրությանը հայտնի չի, նման դեպքեր եղել է, ասում եմ, ես տվել եմ, բայց
երբ որ Աննա Իսրայելյանը զանգարեց ինձ եւ ասեց, որ Մեսրոպ Հարությունյանը այսպեսի խորհուրդ է տալի, այդ դեպքից 2 օր հետո մի հատ ինքնասպանություն էր եղել, ես լուրը տվեցի հապավումով, բայց թեպետ հաշվի առնելով նախկին Սյունիքի դեպքը Չէ, պետք է երևի այնպես ներկայացնել, որպեսզի նույնացման հնարավորությունը չլինի։ Ասենք տալիս է կանոն, փակագծերում գրում է կանոնը փոխված է, որպեսզի որևէ մեկը որևէ կասկած չունենա։ Այսինքն ձեր նպատակը պետք է լինի, եթե մարդը հանրահայտ չի, այնպես ներկայացնել, որ անունը կամ տառերը ոչ մի բան ոչ մեկի համար չնշանակեն։ Ընդունում եմ, բայց նաև եկեք նաև եղել են նաև դեպքեր, որ տվել են, գրել ենք նախաքննության շահերից ելնելով, անունը չենք հրապարակում, դες բազմաթիվ նյութեր ունեմ ես, նախաքննության շահերից ելնելով անունը փոխում ենք, մեկը զանգեր է գալի խմբագրություն։ Ինչու եք իմ անունով կոչել, հա։ Կարող է պապայի բալայա, կարող է դեպուտատի երեխայա, կարող է էսա, չես ո՞ւմ է թող այդպիսի դժգոհություններ լինեն։ Հերիք տաս խնդրեմ դուք մեկնաբանեք։ Ես ուզում եմ ասել, որ ուզում եմ Գագիկին ասել, որ եթե մենք այսօր խոսեինք լրագրողական օպերատիվության մասին, մենք ձեզ կգովայենք եւ կասեինք, որ դուք մեր լրատվության դաշտում ամենաօպերատիվ լրագրողի համբավ ունեք եւ իսկապես արժանի եք այդ լավ իմաստով այդ համբավը վայելելուն եւ շատ ուրախ եմ, որ դուք ընդունեցիք, որ իսկապես եթե մարդը հանրային դեմք չէ, այսինքն տվյալ դեպքում այնքան հանրածանոթ մեկը չի հասարակության համար կարևոր բոլորին ծանոթ եւ այլն, որ անուն ազգանունը տակ կարելի է եւ անուն ազգանունը չտալ։ Իսկ ինչ վերաբերում է, որ ոստիկաններն ասացին կամ զանգում են կամ պահանջում են կամ ինչ որ բան, դուք մի գնացեք, դուք տուրք մի տվեք նրանց հարցումներին, նրանց պահանջներին։ Դուք առաջնորդվեք լրագրողական պրոֆեսիոնալ լրագրողի խիղճի պատասխանատվության կանոններով, լրագրողական էթիկայի կանոններով, թե ով ինչ կզանգի, մեկը մի բան կասի, մեկը մի ուրիշ բան կասի։ Ոստիկանությունը կարող է զանգի քեզ Ահաբեկի, ասի ինչու ես ասում, որ այս ինչ ոստիկանը ճողոպրեց։ Մի մարդ կզանգի, կասի ինչու ես իմ հարազատին նկարել։ Դուք այդ էթիկայի կանոնները օդից վերցած չեն, դրանք հստակ սևով սպիտակի վրա գրված են։ Եվ վերջո ելնում են քաղաքացիների շահերից։ Փառքաստու ես այն ազնվորությունը չեմ, որ կարողանան ինձ զանգերով կամ առերես վախացնեն։ Իմ վախը տարիներ առաջ բռնվել է արդեն։ Խնդրեմ, ձեր հարցը հետո կփոխանցեք ներքևի շարք, հետո այն տղային։ Ալա Զաքարյան, այստեղ այնպեսի տպավորություն է ստեղծում, որ պարոն Շամշյանին դուր է գալիս այդ նյութերը հրապարակել։ Ինձ թվում է, որ այստեղ հակադարձ մարմիններ չեն, բոլորի ցանկություններ մեկն է, որ ինքնասպանություններ ու սպանություններ հնարավորինս քիչ լինեն։ Եթե հրապարակվում են ու պետք է հրապարակվեն, բայց հետ լրագրողական էթիկայի բոլոր նորմերը պահպանելով, ես համաձայն եմ, եթե հանրային մարդ է, բնականաբար պետք է նշվի անունը, իսկ եթե ուղղակի անհատ, պարտադիր չի նշել, քանի որ թե հոգեբանորեն է անդրադառնում դա մարդու վրա, թե ընդհանուր առմամբ գեղեցիկ չի հնչում։ Իսկ պարոն Շամշյանը, եթե վերցնենք որպես լրագրող, համար երևի Հայաստանում ամենաօպերատիվ լրագրողն է, եւ ես գիտեմ, որ նա հենց մեր ոստիկանությունից մրցանակի է արժանացել որպես ամենաօպերատիվ եւ լուրը հաղորդող անձնավորություն լրագրող։ Դա իհարկե ողջունելի է, բայց այն, որ պարոն Շամշյանը իր նյութերում հրապարակում է ինքնասպանություն գործած մարդկանց անունները, դա բնականաբար վատ է անդրադառնում, սակայն շատ լավ է, որ կան նման լրագրողներ, ովքեր ոչինչ չվախենալով կարող են ամեն տեսակի նյութ հրապարակել։ Փոխանցեք ներքև։ Մի ճշտում։ Կարելի է մի ճշտում։ Շատ կարճ։ Դուք ապագայում ուզում եք դառնալ լրագրող։ Ուրեմն դուք նոր իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տվեցիք, որպես օպերատիվ լրագրողի մրցանակ ես ստացել եմ ոչ թե ոստիկանությունից, այլ ստացել եմ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։ Խնդրեմ հարցը։ Չէ՞ էական։ Երևանի պետական համալսարան, մագիստրոս Անահիտ Կասամանյան, լրագրության բաժնից։ Մենք այստեղ խոսում ենք լրագրողական էթիկայի մասին, ներողություն եմ խնդրում նկատողություն անելու համար, բայց դուք 2 անգամ արդեն վիրավորեցիք այն մարդկանց, ում համար մենք պետք է աշխատենք։ Սկզբում ասում եք, որ հոգեպես պետք է շեղված լինես, եթե նայես ինքնասպանություններ եւ սպանություններ, չէ՞ որ մենք բոլորս նայում ենք։ Ես կողմնակից չեմ ինքնասպանություն դիտելուն, բայց չի կարելի նման հայտարարություն անել։
Իսկ դրանից հետո էլ ասում եք турք մի տվեք զանգերին։ Մենք ում համար ենք աշխատելու, եթե турք չտանք հեռուստադիտողի զանգերին։ Այդ դեպքում մենք կընկնենք ռոմանտիկական զեղումների մեջ ու կգրենք այն ամենը, ինչ մեր մտքով անցնում է, ոչ թե այն ամենը, ինչ պետք է։ Քավլիցի, ես չեմ ասում, որ ես Գագիկ Շամշյանի մոլի երկրպագուհին եմ, բայց պետք է չի այդպես քարկոծել։ Պարզապես այդ նյութը պետք է հրապարակել ավելի գրագետ, ավելի կոռեկտ եւ ճիշտ էթիկայի սահմաններում, բայց ոչ այնպես, ինչպես մենք դահլիճը բոլորը Շամշյանին դեմ են եկել, ես կողմ չեմ իրենց։ Այդպես չի, այդպես չի։ Պետք է ու կխնդրեի ավելի սուր լիներ բանավեճը։ Ես բանավեճից ավելի սուր ակնկալիքներ ունեի, որ պիտի Տիկին Հերիքնազը ավելի փաստերով խոսեր, իսկ Շամշյանն էլ պաշտպանվեր։ Ճիշտ է, Շամշյանը պաշտպանվում է, բայց փաստեր չկան։ Տիկին Հերիքնազ Շամշյանը ահագին պաշտպանվեց, հիմա դուք պաշտպանվեք։ Հիմա ես եմ պաշտպանվում։ Ես էլի մնում եմ իմ կարծիքին, որ սպանություն, արյուն, բռնություն, դաժանություն տեսնելը նորմալ հոգեվիճակ ունեցողի համար հաստատ բնորոշ բան չէ։ Եվ ես կարծում եմ, որ Միգուցե այնքան նորմալ է, որ պետք է մի քիչ հանել այդ նորմալ վիճակից։ Ես նաև շարունակեցի, ասացի, որ այնքան հանգիստ, խաղաղ, ընտանիքասեր, երեխաներով, բանով, մեծ ընտանիքի մոր, գիտեմ, մայր եմ ճանաչում, ով որ սիրում է այդպիսի ֆիլմեր նայել, որ ուղղակի զարմացած եմ։ Ես ուղղակի իմ կարծիքը հայտնեցի։ Լրագրողը միշտ կարող է կարծիք հայտնել, կարող է սուր հայտնել կարծիքը, կարող է չափազանցությունների մեջ ընկնել։ Տվյալ դեպքում ես իրավունք ունեի չափազանցություն անել։ Բայց երբ որ հարցը վերաբերում է կոնկրետ մարդուն, ով հասել է այդ քայլին, արել է ինքնասպանություն, կամ մահացել է, կամ երեխայի, կամ կնոջ, կամ մի տղամարդու բժշկական գաղտնիքին, կամ նրան, թե նա ինչ կերպարանք ուներ, երբ որ ընկած էր այդ իրական մարդը, ոչ թե գեղարվեստական ստեղծագործության հերոսը, դա իսկապես պետք է շատ զգույշ անել։ Եվ բոլոր լրագրողական էթիկայի շատ կարճ եւ կփոխանցեք վերև։ Բոլորը մերժում են այդ կոպիտ բանը։ Ասեք շատ։ Եմ ուզում ասել, այնքանով որքանով տիրապետում եմ հոգեբանության, ուզում եմ ասել, որ դա ռոպագանդա չի համարվում, երբ մենք խոսում ենք, այլ ընդհակառակը կանխարգելիչ միջոց է համարվում։ Ու տարբեր ձևի կարելի է մեկնաբանել, խնդրում եմ վերև փոխանցեք։ Ռազմիկ Մարտիրոսյան, ուրեմն ստեղ կարծես բոլորը դեմ էին պարոն Շամշյանին, բայց պետք է հաշվի առնենք այն փաստը, որ լրագրությունը փաստերի լեզուն է հենց։ Ու շատ կարևոր է, կարևոր չի հայտնի մարդը, թե անհայտ պետք է նշվի անուն, ազգանուն, ըստ իս, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Խնդրում եմ փոխանցեք այս երիտասարդին, հետո փոքր մեկնաբանություն անեմ, որովհետև այստեղ ոչ մեկը ոչ մեկին ոչ դեմ է, ոչ կողմ է, ոչ բան, յուրաքանչյուրը իր տեսակետն է արտահայտում։ Այո, խնդրեմ։ Արման Առաքելյան, ինձ թվում է, որ ընդհանրապես ինքնասպանությունների մասին խոսելուց պիտի լուրերը լինեն ամբողջովին թափանցիկ եւ պես իրենց մեջ ոչ մի տենց քողարկված բան չպարունակեն, այդ պատճառով ցանկանում եմ մի հարց տալ պարոն Շամշյանին, երբ դուք սոցիալական ծանր դրությունից ծնված ինքնասպանության վերաբերյալ նյութ եք գրում, այդ նյութը մտածում եք, որ այդ պաշտոնյաները այդ նյութին ինչպես կվերաբերվեն, թե միայն հանրության կարծիքն է։ Նման դեպքեր շատ է եղել, որ ես երբ որ զրուցել եմ, զանգահարել եմ մասնավորապես առողջապահության նախարարին, սոցիալ նախարարություն, համապատասխան գերատեսչության ղեկավարին եւ ասել եմ, դուք գիտեք, որ ինքնասպանությունը ոչ թե կատարված, այլ ինքնասպանությունը կանխված, որովհետեւ եթե արդեն ինքնասպան ա եղել, դրա համար ես ոչինչ չեմ կարող։ Առնվազն Հիսուսը պետք է լինեմ, իսկ դա կիլոմետրերով հեռու եմ ես, որ նրան նորից կյանք բերեմ։ Կամ ինքնասպանություն գործածան նամակ թողնի։ Ով որ փրկվել է, ել եմ ասում, ոստիկանների, փրկարարների եւ շտաբօգնության աշխատակիցների կողմից փրկվել են, սոցիալական խնդիրներ են եղել, ճիշտ ասած, որոշ դեպքերում առողջապահության նախարարությունը կարողացել է շտկի, կարողացել է շտկեն, լուծվել է այդ հարցերը։ Իսկ սոցիալ նախարարին ձայն բարբարո ձան հանապատի նախարարության ոչ մի բան չես կարողացել, պատասխան չես ստացել, ում սոցիալ նախարարին սպասես, երբ որ կառավարության դիմաց քաղաքացին դիմում է նրան, սոցիալ նախարարը նրան ասում է գնա այ բոմժ։ Էլ նրանից ինչ սպասես։ Եվ ես վախենում եմ, ասում եմ, մարտեսի չէ թե իրան փորձենք։ Երեք մեկը զանգարել է ինձ, բայց ուզում եմ ձեզ հետ հանդիպեմ։ Ասում եմ, ինչ խնդիր է, խնդրում եմ ասեք, էլի, որովհետև լինում է զանգարում են, ասում են հանդիպեմ, գնում եմ հանդիպեմ, եկել ասում մեր տունը ջուր է լցում, ոնց կարանք այդ հարցը լուծենք։ Ասում եմ, խնդրում եմ ասա, էլի ինչն է խնդիրը, բայց ուզում եմ
ինքնասպան լինեմ, ուզում եմ ինձ վառեն։ Այսինքն գիտեն դուք ինչով եք Չէ, հանդիպել եմ իրան ու համոզել եմ, ինքը ունեցել է խնդիր, ես զանգարել եմ համապատասխան կառույցին, այսօր առավոտը զանգեցին, այդ տղեն էլ զանգեց, ասա Շամշան ջան, այսպես գոհ եմ, դուստավ։ Ես էլի ուրախ եմ։ Այդ զանգերի բայց նաև ուզում եմ անդրադառնալ տարիներ առաջ էր նորից մեծ հնչեղություն ստացավ իմ կողմից շատ սիրված Արգիշտի Կիվիրյանի դեպքը, երբ որ շքամուտքում Արգիշտի Կիվիրյանը, լրագրող Արգիշտի Կիվիրյանը դաժան ծեծեր ենթարկվել, այնտեղ հնչել էին կրակոցներ, եւ ես լինելով դեպքի վայրում այնտեղ նկարել եմ եւ պարկուշները, եւ բիտը, եւ Արգիշտի Կիվիրյանին հիվանդանոցում արնաշաղախ վիճակում։ Պետական լրատվամիջոցները լուր տարածեցին, որ կրակոց չի եղել, ծես չի եղել, մի պուճուր իրար հրել են։ Ես ասեցի, որպեսի մի անգամից խոսան, զահլաչուն եմ դրանց հետ, զանգեր ստանամ, նկարները կդնեմ, լուսանկարներն ամեն ինչ կասի, ու Արգիշտի Կիվիրյանի լուսանկարները այդպես դաժան ծեծված, վերակենդանացման բաժանմունք մտցնելուց, պարկուշները, բիտը, արունոտ, այդ տեսարանը բան, արդյոք դա էթիկայի խախտում էր։ Լինում են դեպքեր, երբ միայն լրագրողը կարող է ստիպել պատկանման մարմիններին հետաքրքրություն անցկացնել այնպես, ինչպես հարկն է, քանի որ խոսք է եղել զանգերի մասին, հեռախոսային զանգերի մասին, որտեղ տարբեր խնդիրներ են բարձրացնում լրագրողի նկատմամբ, ասենք, որ մեր դիտորդ մարմինը նույնպես ստանում է տարբեր զանգեր, որոնք կապված չեն իր գործունեության հետ, խնդրեմ զանգեք վազող տողով բոլոր տվյալները կա, բայց եթե ունեք հարցեր կապված լրատվամիջոցների գործելակերպի հետ, եթե ունեք բողոքներ։ Մենք ունենք շատ քիչ ժամանակ, եւ ես կցանկանայի, որպեսզի մենք հիմա մի փոքր էքսպերիմենտ անենք, Ես կխնդրեի, քանի որ պնդում կար, որ բոլորը մեղադրում են Գագիկ Շամշյանին, ես ուզում եմ, որ հիմա քվեարկենք միայն պատանիները։ Ով է կողմ, ով է պաշտպանում Գագիկ Շամշյանի գործելակերպը։ Չէ, մեկ ձեռքը, երկու ձեռք խորհրդարանում չեք, որպեսզի ուրիշի համար քվեարկեք։ Ահա, 7 հոգի։ Ով է պաստորեն, ով համաձայն չէ այդ գործելակերպի հետ։ 5 հոգի, մնացածը ձեռնպահ, ինչքան հասկանում եմ, եւ վերջում խնդրում եմ Տատյանային մեկնաբանել լրագրողների, ապագա լրագրողների կարծիքները, հարցադրումները եւ քվեարկության արդյունքները։ Իսկ քվեարկության արդյունքները գրիչառա դեմ էին քանիսը դեմ էին 5, կողմ են 7, մնացածը ձեռնպահ։ Կամ չեն կողմնորոշվել դեռ։ Ուրեմն սկսենք երևի կողմից, ինձ թվում է այդ ապագա լրագրողները ավելի կողմ են, եթե կողմ են պաշտպանելու հասարակության տեղեկացված լինելու իրավունքը, հա։ Իսկ 5-ը հստակ կողմնորոշվել են, որ ցանկացած, այո, 7-ը առաջնային համարում են այն։ Իսկ 5-ը ինձ թվում է արդեն իսկ հստակ կողմնորոշվել են, որ ցանկացած պարագայում իրենք հարգելու են մարդու անձնական կյանքի իրավունքը եւ անձնական տվյալներ չեն հրապարակելու։ Իսկ ինձ թվում է, որ եթե սկսեն գործել կոնկրետ ոլորտում, միգուցե փոխվի Կամ երկու տեսակներ պետք են ի վերջո բազմակարծությունն ապահովելու համար ամեն դեպքում ինձ թվում է լավ է, որ կան այս երկու։ Շնորհակալություն բոլորին այս հաղորդմանը մասնակցության համար, ցավոք մեր ժամանակը սպառվել է, չնայած թեման կարծես թե անսպառ է եւ միգուցե մենք հաջորդ հաղորդումներում կանդրադառնանք նրան։ Ես ասեմ, որ մենք վերջնական այստեղ կարծիք չենք ներկայացնելու, բայց դիտորդ մարմինը ամեն դեպքում քննարկելու է այդ հարցը եւ ներկայացնելու է իր եզրակացությունը։ Շնորհակալություն ձեզ մեզ հետ լինելու համար, կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Thank you.